Հնարավոր է այսօր արդեն արել եք այդ 5 սովորություններից առնվազն մեկը։ Ամենահետաքրքիրը, մարդկանց մեծ մասը նույնիսկ չի էլ պատկերացնում, որ դրանք կարող են ազդել աղիների աշխատանքի վրա։ Շատերը վստահ են, որ աղիներին վնասում են միայն արագ սնունդը, գազավորված ըմպելիքները կամ քաղցրավենիքը, սակայն իրականում ամենամեծ ազդեցությունը հաճախ ունենում են հենց այն սովորությունները, որոնք կրկնում ենք գրեթե ամեն օր, առանց դրանց մասին մտածելու։ Եթե ցանկանում եք, որ ձեր աղիները ավելի լավ աշխատեն, իսկ փքվածությունը, ծանրության զգացումը կամ մարսողական անհարմարությունները հնարավորինս քիչ անհանգստացնեն, ապա անպայման դիտեք այս տեսանյութը մինչև վերջ։ Հնարավոր է այսօր արդեն անում եք այս սխալներից մի քանիսը։ Մեր աղիները շատ ավելին են, քան պարզապես մարսողական համակարգի մի մասը։ Դրանք մասնակցում են սննդանյութերի յուրացմանը, կարևոր դեր ունեն իմունային համակարգի աշխատանքի մեջ և նպաստում են օրգանիզմի բնական հավասարակշռության պահպանմանը։ Այդ պատճառով նույնիսկ առաջին հայացքից աննշան թվացող սովորությունները ժամանակի ընթացքում կարող են ազդեցություն ունենալ դրանց աշխատանքի վրա։ Մինչ 5 սովորություններին անցնելը մեկնաբանությունում կարող եք գրել ձեր տարիքը և ինչ առողջական խնդիր ունեք։ Մեր մասնագետները շատ արագ կարձագանքեն և խորհուրդներով կօգնեն ձեզ։ Առաջին սովորությունը սննդակարգում մանրաթելի անբավարար քանակն է։ Եթե ձեր ափսեում հազվադեպ են հայտնվում բանջարեղենը, մրգերը, լոբազգիները կամ ամբողջական հացահատիկից պատրաստված մթերքները, ապա հնարավոր է աղիները չեն ստանում այն, ինչ անհրաժեշտ է բնականոն աշխատանքի համար։ Մանրաթելը յուրահատուկ սննդային բաղադրիչ է։ Այն գրեթե չի մարսվում, սակայն օգնում է պահպանել աղիների բնական աշխատանքը, նպաստում է կղանքի բնական ծավալի ձևավորմանը և ծառայում է որպես սնունդ աղիներում բնակվող օգտակար բակտերիաների համար, իսկ այդ բակտերիաները կարևոր դեր ունեն մարսողության և ընդհանուր առողջության պահպանման գործում։ Շատերը կարծում են, որ մանրաթել ստանալու համար անհրաժեշտ են հատուկ հավելումներ։ Իրականում դրա լավագույն աղբյուրները սովորական մթերքներն են՝ կաղամբը, գազարը, վարունգը, լոլիկը, խնձորը, տանձը, վարսակը, լոբին, ոսպը և ամբողջական հացահատիկից պատրաստված մթերքները։ Եթե որոշեք ավելացնել մանրաթելի քանակը, դա արեք աստիճանաբար։ Իսկ ամենակարևորը՝ մի մոռացեք նաև բավարար ջուր խմել, քանի որ առանց հեղուկի մանրաթելը չի կարող լիարժեք կատարել իր դերը։ Երկրորդ սովորությունը օրվա ընթացքում քիչ ջուր խմելն է։ Շատ մարդիկ փորձում են առողջ սնվել, բայց ամբողջ օրը կարող են խմել ընդամենը 1-2 բաժակ ջուր։ Թվում է դա մեծ նշանակություն չունի, սակայն հեղուկը կարևոր դեր ունի մարսողական համակարգի բնական աշխատանքի համար։ Եթե այսպիսի օգտակար տեսանյութերը ձեզ դուր են գալիս, բաժանորդագրվեք ալիքին և լայքեք տեսանյութը։ Եթե օրգանիզմը բավարար ջուր չի ստանում, որոշ մարդկանց մոտ աղիների պարունակությունը ավելի դանդաղ է տեղաշարժվում, ինչի հետևանքով կարող են առաջանալ փորկապություն կամ անհարմարության զգացում։ Հատկապես կարևոր է ջուր օգտագործել այն մարդկանց համար, ովքեր սննդակարգում շատ մանրաթել են ներառում։ Այս երկուսը փոխկապակցված են և լավագույն արդյունքը տալիս են միասին։ Իհարկե, բոլոր մարդկանց համար ջրի անհրաժեշտ քանակը նույնը չէ, այն կախված է տարիքից, ֆիզիկական ակտիվությունից, եղանակից և առողջական վիճակից, սակայն օրվա ընթացքում կանոնավոր ջուր խմելու սովորությունը կարևոր քայլ է ոչ միայն աղիների, այլև ամբողջ օրգանիզմի բնական աշխատանքի համար։ Երրորդ սովորությունը վերամշակված սննդի հաճախակի օգտագործումն է։ Արագ սնունդ՝ երշիկեղեն, չիփսեր, քաղցր գազավորված ըմպելիքներ, տարբեր քաղցրավենիք։ Այսպիսի մթերքները շատերի առօրյայի մի մասն է դարձել։ Ժամանակ առ ժամանակ նման սնունդ օգտագործելը սովորաբար խնդիր չի առաջացնում, սակայն եթե այն դառնում է ամենօրյա սովորություն,
ապա սննդակարգում կարող է նվազել մանրաթելի, վիտամինների և այլ օգտակար սննդանյութերի բաժինը։ Վերամշակված մթերքները հաճախ պարունակում են մեծ քանակությամբ աղ, շաքար և հագեցած ճարպեր, մինչդեռ մանրաթել գրեթե չեն պարունակում։ Արդյունքում աղիները կարող են չստանալ այն, ինչ անհրաժեշտ է բնականոն աշխատանքի համար։ Լավ նորությունն այն է, որ պարտադիր չէ ամբողջությամբ հրաժարվել սիրելի ուտեստներից։ Շատ ավելի կարևոր է, որ ձեր սննդակարգի մեծ մասը կազմեն բանջարեղենը, մրգերը, լոբազգիները, ամբողջական հացահատիկը և որակյալ սպիտակուցային մթերքները, իսկ վերամշակված սնունդը լինի միայն ժամանակ առ ժամանակ։ Չորրորդ սովորությունը նստակյաց ապրելակերպն է։ Շատերը նույնիսկ չեն մտածում, որ ֆիզիկական ակտիվությունը կապված է նաև աղիների աշխատանքի հետ։ Երբ երկար ժամանակ նստած ենք մնում և քիչ ենք շարժվում, որոշ մարդկանց մոտ աղիների բնական շարժունակությունը կարող է դանդաղել։ Դրա հետևանքով կարող են առաջանալ փորկապություն, փքվածություն կամ ծանրության զգացում։ Պարտադիր չէ ամեն օր ծանր մարզումներ անել։ Նույնիսկ ամենօրյա 20-30 րոպե քայլելը, աստիճաններով բարձրանալը կամ օրվա ընթացքում ավելի հաճախ տեղաշարժվելը կարող են օգտակար լինել մարզողական համակարգի բնական աշխատանքի համար։ Եվ վերջապես, 5-րդ սովորությունը, որը շատերը կարող են զարմացնել։ Դա մշտական սթրեսն է։ Այսօր արդեն գիտականորեն հայտնի է, որ աղիների և ուղեղի միջև կա սերտ կապ։ Այդ պատճառով երկարատև սթրեսը որոշ մարդկանց մոտ կարող է արտահայտվել նաև մարզողական համակարգի կողմից։ Ոմանք սկսում են զգալ փքվածություն, մյուսների մոտ փոխվում է աղիների աշխատանքը, իսկ ոմանք հաճախ բողոքում են որովայնային անհարմարությունից։ Սա չի նշանակում, որ յուրաքանչյուր սթրես անմիջապես խնդիրներ է առաջացնում, սակայն եթե լարվածությունը դառնում է մշտական, այն կարող է ազդեցություն ունենալ նաև մարզողական համակարգի վրա։ Եթե այս 5 սովորություններից գոնե մեկը ձեզ մոտ էլ կա, դա դեռ չի նշանակում, որ անպայման առողջական խնդիր կունենաք, սակայն դրանց աստիճանական փոփոխությունը կարող է նպաստել աղիների բնական աշխատանքին և ընդհանուր ինքնազգացողությանը։ Իսկ եթե երկար ժամանակ ունեք ուժեղ որովայնային ցավ, արյունային կղանք, անբացատրելի քաշի կորուստ, երկարատև փորլուծություն կամ փորկապություն, կարևոր է չզբաղվել ինքնաբուժմամբ և դիմել բժշկի, պատճառը պարզելու համար։ Եթե այս տեսանյութը ձեզ համար օգտակար էր, կիսվեք այն նաև ձեր մտերիմների հետ։ Հնարավոր է այս պարզ թվացող սովորություններից նույնիսկ մեկի փոփոխությունը օգնի ավելի լավ հոգ տանել աղիների առողջության մասին։